Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան Քվեաթերթիկ համար 4 Միացիր, որ փոխենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է եղել Սիրիայում իշխանությանը վերցրած Ահմեդ Ալ-Շարային։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցություն է հայտնել իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին, իշահ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության։ Ուղերձի բովանդակությունն է ներկայացրել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հայտնել է նաեւ, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել զարգացնել ռուս-սիրիական հարաբերությունները։ Ռուսաստանը կարծում է, որ այդ տեղեկության հաստատումը կդառնա տարածաշրջանի ապակայունացման գործոն։ Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների մասին Մոսկվան օպերատիվ կերպով Երևանից տեղեկատվության հարցում է արել։ Չեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մենք տեսել ենք այդ հրապարակումները եւ օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Առայժմ մեզ հայտնել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Զրույցի ժամանակ ասել է նա։ Ոսկու գինը մարտի 19-ին առուվաճառքի ժամանակ թարմացրել է իր պատմական ռեկորդը։ Չիկագոյի ապրանքային բորսայում ապրիլին ֆյուչերսներն աճել են 0.38%-ով հասնելով $3052, գրում է FinMarket-ը, վկայակոչելով առուվաճառքի տվյալները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Էմամօղլուի ձերբակալությունը եւ հայտարարել, որ դա շատ վատ նշան է թուրքական ժողովրդավարության համար։ Շոլցի խոսքով Բերլինը եւ Բրյուսելը մեծ ջանքեր են գործադրել վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հենց այդ պատճառով Ստամբուլի քաղաքապետի նման առանցքային ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալությունը շատ վատ նշան է։ Դա ցավոտ է Թուրքիայի ժողովրդավարության համար, բայց դա անշուշտ նաեւ ցավոտ է Եվրոպայի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների համար, ասել է Շոլցը։ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինված ուժերն ավարտել են մարտի 10-ին մեկնարկած լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի Միացյալ Շտաբերի պետերի կոմիտեն։ Զորավարժությունները հաստատել են Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության համատեղ պաշտպանությունը եւ մեծացրել են ռազմական անձնակազմի միջև փոխկապակցվածությունը, ասել է կոմիտեն։ Կոմիտեի զեկույցի համաձայն Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները գործնական վարժանքներ են անցկացրել հիմնված սցենարների վրա, որոնք արտացոլում են իրատեսական սպառնալիքներ։ Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 4 կանադացու, այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելինե Ժոլին, պարզաբանելով, որ մահապատիժները տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն դրանց մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Սովորաբար Չինաստանում մահապատիժն իրականացվում է հրազենով կամ ավելի հազվադեպ մահացու ներարկումով, գրում է Բիլդը։ Չինական կողմի տվյալներով կանադացիները մահապատժի են ենթարկվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Նրանք բոլորն ունեն երկքաղաքացիություն կանադական եւ չինական, սակայն Պեկինը չի ճանաչում երկքաղաքացիությունը, ինչը հիմք է դարձել ներումից հրաժարվելու համար։ Ուկրաինացի զինվորները վերջին օրերին Կուրսկի շրջանում նահանջել են, սակայն շրջապատված չեն ռուսական զորքերով։ ԿՀՎ-ի տվյալները հերքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միաժամանակյա հայտարարությունները, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ներառյալ ԿՀՎ-ն անցյալ շաբաթ կիսվել են այդ գնահատականներով Սպիտակ տան հետ, Reuters-ին հայտնել են աղբյուրները։ Սակայն Թրամփը շարունակում է պնդել, որ ուկրաինական զորքերը շրջապատված են Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանում։ Իրանի իշխանությունները շուտով պատասխան կուղարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշումների, սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։ Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս եւ կուղարկենք այն համապատասխան ուղիներով, ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում։ Եվրամիությունը դեռ ցանկանում է ՆԱՏՕ սահմանները մոտեցնել Ռուսաստանին, դաշինքում ընդունելով Ուկրաինային, թեև ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է այդ արկածախնդիր քաղաքականությունից, այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նշել եմ, որ Եմեն վերածվել է անատավառյուծի եւ կպարտվի ամերիկացիների հետ ռազմավարական վեճում։ Հունգարիայի կառավարության ղեկավարը, որը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար հիշեցրել է, որ նախկինում Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ միասին ձգտում էր չափազանց մոտեցնել ՆԱՏՕ-ի
սահմանները Ռուսաստանին Ուկրաինային ինտեգրելով արևմտյան ռազմական համակարգին։ Ամերիկացիներն այժմ տեսնում են, որ դա անպատասխանատու խաղ է, մինչդեռ Եվրոպան դեռ հավատարիմ է այս ռազմավարությանը, ասել է Օրբանը։